Հարգելի հայեր, ցանկացած աշխարհի ցանկացած ծայրում ապրող հայեր ջան, ձեզ եմ դիմում, որ դուք տեսնեք, թե ինչ անիրավ է դարձել հայոց աշխարհը։ 2018 թվականից ես արդեն մարդու մատերի վրա չէ, գեգաբայտեր, տերաբայտեր արդեն չեն բավարարի, որպեսզի Նիկոլ Փաշինյանի անօրինությունները թվարկել։ Եվ սա իր հերթական անօրինությունն է, հերթական, սա շարք է։ Եվ ամենազարհուրելին նա է, որ այս անամոթ տարրը արդեն հանդգնում է կպնել մեր հայ առաքելական եկեղեցուն։ Այսինքն, եթե ինքը առաջներում խաբում էր, ասում էր քյաբաբար քյաբաբ բոլորին հետ են բերելու, կոպեկ առ կոպեկ հետ են բերելու, 2018 թվականին մարդկանց խաբելով նստեց սրբազնագույն հայոց գահին, ընդ որում ընտանյոք հանդերձ են, որքան հասկանում եմ այդ գահին նստած երկուսով, մինչ օրս այդ մարդը շարունակում է միայն քանդել հայոց աշխարհը, քանդեց պետականությունը մեր, այսինքն բոլոր ճյուղերը։ Օրինակ նայեք, ես ուզում եմ հիշեցնել, որ երբ որ նա եկավ առաջինը փակեց ինչը, ատոմնայի էներգետիկայի նախարարությունը, ատոմային էներգետիկայի նախարարությունը, ստրատեգիկ օբյեկտ, փակեց ինչը, գյուղատնտեսության նախարարությունը։ Դուք հասկանում եք, որ սա հետևողական թշնամու գործողություններ է։ Ինչպես կարելի է փակել գյուղատնտեսության նախարարությունը, եթե մեր ամբողջ Արարատյան դաշտավայրի ժողովուրդը դրանից ֆունկցիա է։ Եվ այդպես ես ուզում եմ ասեմ, այսպես շարունակական, էլ չեմ ասում, որ հենց հունիս ամիսն էր, եթե չեմ սխալվում 2018 թվին, երբ որ ասեց մերժեք Սերժին, բայց ինչ արեց, եկավ առաջնահերթ, հանեց աշխատանքից մեր ցեղասպանության թանգարանի տնօրենին եւ դրեց այն մարդկանց, ովքեր իրեն են հաճելի։ Եվ այդպես շարունակվում է մինչ օրս։ Հիմա գանք հասնենք Սամվել Կարապետյանին։ 7 տարի հայեր ջան, 7 տարի անիրավությունների շարք է այստեղ տեղի ունենում։ Հիմա հերթը հասավ Սամվել Կարապետյանին, որովհետև Սամվել Կարապետյանը լինելով ազնվագույն հայր, եկեղեցուն նվիրյալ, հայրենիքին նվիրյալ անձ, հասեց, որ ինքը պաշտպանելու է հայ առաքելական եկեղեցին։ Եվ սա կարճեց ընդամենը մեկ բառից ամեն միջոցներով կպաշտպանենք, իսկ հոգևորականի քրիստոնյայի համար միջոցը դա աղոթքն է։ Եվ Սամվել Կարապետյանը անշուշտ նկատի ունի, այո, իր դիրքը թե տարբեր երկրների հոգևոր այրերի հետ, նրանց ազդեցությունը, իսկ Նիկոլ Փաշինյանը դրանից կարճելով ուզում է ֆալշիվի գործ սարքի, չեմ ուզում կեղծ բառ օգտագործեմ, հենց ֆալշիվի ուզում է գործ սարքել Սամվել Կարապետյանի վրա, իբրև թե նա ուզում է գոսպերևառոտ անի, բայց բանն այն է, որ մենք այստեղ հազարավոր մարդիկ, ես շատ եմ խնդրում բոլորին ցույց կտակ, հազարավոր մարդիկ եկել կանգնել են հենց նրա համար, որ իրանք հայ առաքելական եկեղեցու հետնորդներ են եւ ուզում են ասեն, ես նույնպես կանգնած եմ Սամվել Կարապետյանի կողքը։ Սա է հիմնական թեզը բոլոր այստեղ ներկաների, սա եւ մեր թշնամին դա պետք է հասկանա։ Բայց եկեք մտածենք, ինչի հենց այսօր դա եղավ։ Այսինքն, երբ որ Սամվել Կարապետյանի հայրիկի 40 օրը, որ լրացավ եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում հոգեհանգիստ կատարվեց, սրա ֆազերը էլի գցեց, որտեղ ինքը սատանայի հետնորդ է, հասկանում եք, ամեն մի տեսակ հոգևոր գործողություն սրան բերում է ինչ-որ ֆազը գցելու կամ չգիտեմ հոգեկան անհանդարտ վիճակների։ Եվ անմիջապես դրանից հետո գալիս է եւ այդ խայտարակ պատկերը, որ գալիս են, լցվում են մարդուտուն անհիմն։ Եվ եկեք մի հատ էլ մտածենք, իսկ ինչու։ Պարզում է վաղ չեմիսյոր, ինքը պետք է մեկնի Թուրքիա, հասկանում եք, ինքը ինչպես Սալոմեյան, որ Հովանես Մկրտչի գլուխը գտրեցին եւ Սինիի վրա տվեցին իրեն, սա ուզում է ընծա տանի Թուրքիային, Սինիի վրա պարա գալի Թուրքի դիմաց, որպեսզի ունայնաձեռ չգնա Էրդողանի, իդեպ Ալիևը, եթե չեմ սխալվում, վաղն է մեկնում Թուրքիա, ինքն էլ պոչիկ կվազի հետևներից, որ ընծա տանի, տեսեք, ամենակարևորագույն Ռուսաստանի երկրորդ Forbes-ի այդ ժուրնալով թիվ երկրորդ մարդը միլիարդատեր, ես կարողացել եմ տանել դատարան եւ դատել։ Ողորմելի ոչնչություն։
7 տարի ինչ արեցիր, միայն արեցիր քո հեղինակությունը արժե զրկելու, զրոյացնելու։ Դու ոտից գլուխ, որ ասեցիր զրոյից եմ սկսելու, դու դրանով ընդամենը ստորագրեցիր, դու ոտից գլուխ ֆալշիվկա ես ու զրոյ ես։ Նիկոլ, դու զրոյ ես, ոչ թե զրոյի կետից ես սկսել։